Հաջողություն Սիրիա, մեզ ինչ-որ յուրահատուկ բան ցույց տուր։ Հորդորներ ու խրատներ Սիրիայի նախագահին Թրամփից, հետո ժեստ պատժամիջոցների վերացման տեսքով, իսկ վերջում հույս։ Սկզբի համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի հարաբերությունները կարգավորելու եւ Սիրիայի նոր կառավարության նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար, երկրին խաղաղության հնարավորություն տալու նպատակով։ Խորքային առումով եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին 2011 թվականի այսպես կոչված արաբական գառնասիրիական ժայթքման ժամանակ, պորտկման ժամանակ եւ դրանից առաջ եւ դրանից հետո սիրիական անվտանգային հատուկ ծառայությունները միշտ էլ կապի մեջ են եղել միջնորդավորված ամերիկյան կողմի հետ եւ հետախուզական տվյալների փոխանակման եւ գործակցության իմաստով հիմնական թուրքական կողմի, ինչպես նաև արաբական որոշ երկրների միջոցով։ Թրամփը չորեքշաբթի Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի անցյալ տարի առաջնորդ Բաշար Ասադի տապալումը գլխավորած նախկին ապստամբի հետ։ Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման ջանքերը ձեռնարկվել են Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հորդորով։ Թուրքիան միշտ եղել է խաղի մեջ եւ առաջին շահագրգռված կողմն է Սիրիայի հյուսիսային հատվածները, շրջանները Հալեփ նահանգից սկսած մինչեւ Իդլիբ, դեպի արևմուտք գնանք, ինչպես նաեւ հյուսիսարևելյան շրջանները, խոսքը Հասակեի նահանգի մասին է, որտեղ հիմնականում Քրդստանի դեմոկրատական ուժերն են կենտրոնացված եւ քրդական բալանսի տակ է գտնվում, ուժային բալանսի տակ է գտնվում։ Միշտ շահագրգռված է եղել, միշտ փորձել է խանգարել քրդական գործոնի ակտիվացմանը եւ ուժեղացմանը։ Բիզնեսում հաջողակ Թրամփը հաշվարկները տեղափոխել է քաղաքական դաշտ։ Կարող ենք ասել կամ դիտարկել հավանականությունը, որ Թրամփը Սիրիան, այսպես ասած, հանձնում է Թուրքիային ու Սաուդյան Արաբիային, ընդդեմ Իսրայելի։ Միարժեք հնարավոր չէ ասել նման բան, որովհետև ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում, առերևույթ, եթե պրոիսրայելական են, կամ ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործոնով պայմանավորված պրոթուրքական են երևում, խորքում իրականում այդպես չէ, որովհետև ամերիկյան անվտանգային առաջնահերթությունները այս տարածաշրջանում ենթադրում են բալանսավորում քաղաքականության եւ ոչ թե Սիրիայի ֆեդերալիզացիայի միջոցով Իսրայելին կամ Թուրքիային առավելություն շնորհելը, այլ բալանսը պահպանելը։ Ինչու՞, որովհետև այստեղ կրկնեմ, Միացյալ Նահանգների 2013 թվականից սկսած Սիրիայում ձեռք բերեց նոր դաշնակցի քրդերին։ Հաշվարկներով պայմանավորված է Թրամփը կասեցնում պատժամիջոցները, պարզ հաշվարկ է։ Սիրիայի ենթակառուցվածքների մոտ 64%-ը լիովին ավերված է եւ երկրի վերականգնման համար պահանջվում է մոտ $120 միլիարդ։ Պատժամիջոցների վերացումը պայմանավորված է ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների իրականացման պահանջով։ Այսինքն այդ պատժամիջոցները, որոնք հնարավորություն վերացումը, որոնք հնարավորություն կտան Սիրիային առաջին հերթին սոցիալ-արաբական երկրների կապիտալ ներդրումների հոսք ապահովել այդ երկիր, հետպատերազմյան երկիր, պատկերացրեք շինարարության ոլորտից սկսած մինչև ենթակառուցվածքների վերականգնում։ Տնտեսական թեմաներից զատ Միացյալ Նահանգների գլխավոր շահերից մեկը Սիրիայի ապագա մոդելի որոշումն է։ Քրդական հարցը եւս առանցքային նշանակություն ունի։ Քրդերի կարգավիճակը, իրավազորությունները եւ տարածքային վերահսկողությունը մնում են կարևոր թեմաներ։ Քրդական զինված ուժերի ապագայի, ինչպես նաեւ եվրոպական եւ ամերիկյան քաղաքական կենտրոնների դիրքորոշումը ազդեցություն կունենան գործընթացների վրա։ Խոսքը վերաբերում է Սիրիայի հնարավոր ֆեդերալիզացիային կամ ունիտար պետության պահպանմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հավելյալ այսպես ընդլայնմամբ կամ հավելյալ իրավունքներ տրամադրելուն, երկրորդ ամենակարևորը քրդական հարցի ճակատագրին, այսինքն քրդեր Սիրիայում ինչ կարգավիճակ են ունելու, դա լրջագույն ազդեցություն ունի։ Մանավանդ եթե հաշվառենք, որ Քրդստան բավականական կուսակցությունը վերջերս, այսինքն 3 պաշտոնապես հայտարարեց ինքնալուծարման մասին։ Իսկ վերջում Սաուդյան Արաբիայի մուտքը խաղադաշտ։ Թրամփի օրոք Սաուդյան Արաբիայի հետ կնքված միլիարդավոր դոլարների սպառազինության պայմանագրերը, նաև Քաթարի հետ փոխհարաբերությունների ակտիվացումը ցույց են տալիս, տարածաշրջանային ուժերի վերադասավորումն ամբողջությամբ վերահսկում է Միացյալ Նահանգները։ Սա էլ իր հերթին բերում է ավելի մեծ ճնշում Իսրայելի վրա, որ Թրամփը լինելով այն նախագահը, ով ի տարբերություն նախորդների խոսում էր կոնֆլիկտների խաղաղ լուծման, այլ ոչ թե միակողմանի աջակցության մասին։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նրա խնդիրը Սիրիայի հարավային հատվածում հեգեմոնիա հաստատելն է եւ այնտեղով քրդական գործոնը օգտագործելով Սիրիայի հյուսիսային հատվածներում թուրքական հավասարակշռումն ապահովելը։ Նանե Հայրապետյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։